Հայ միջնադարյան շարականներն ու հոգևոր երգերը ստեղծվելով որպես ծեսի բաղադրիչ ինքնահատուկ աղոթքներ են, որոնք ներդաշնակորեն համադրում, միավորում են խոսքն ու մեղեդին, ծիսականն ու գեղարվեստականը, անհատական, հեղինակային ու ընդհանրականը, ինչպես է այս առինքնող համադրությունը առաջացել եւ ինչ ճանապարհ է անցել հայ հոգևոր երգը։ Այս հարցերի շուրջ այսօր զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում զրուցելու են գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի եւ երաժշտագետ արվեստաբան Արուսյակ Թամրազյանի հետ։ Բարև ձեզ։ Արուսյան, ուրախ եք, որ այսօր մեզ հետ եք եւ այսպիսի հետաքրքիր ընդգրկուն թեմայի շուրջ ենք զրուցելու։ Ես իմ խոսքում ասացի, որ շատ հետաքրքիր ճանապարհ է անցել մեր հոգևոր երգը եւ կարծես թե ընդհանրական սուրբ գրային բնագրերի հիման վրա է ստեղծվել, ուղեկցել է ծեսին եւ գործառնական կարեւոր նպատակ է ունեցել, բայց նաեւ ինքնատիպություն ունի, ազգային եւ նաեւ հեղինակային։ Ինչպես այդ ամենը համադրվել է։ Շնորհակալ եմ ինձ հրավերի համար եւ առաջարկած թեմայի համար։ Միայն որպես սկիզբ կուզեմ մի բան սահմանենք ձեր հարցին անդրադառնալը, որ սա այնպիսի լայն եւ բազմաշերտ թեմա եւ յուրաքանչյուր շերտեր այնքան նրբորեն փոխկապակցված են միմյանց, ավելի այսպիսի նուրբ, մանրազնին քննություն պահանջող, որ մենք փորձելու ենք միայն անգամ ոչ թե ընդգրկել, այլ շոշափել եւ իհարկե ինչ որ հիմնադրույթներ սահմանել։ Բարդ թեմա է, բայց իհարկե հեռուստադիտողի համար ավելի մատչելի լեզվով նաեւ հասկանալու փորձելու կընթանում գծել նշել պատրաստվել եւ հասկանալ ի վերջո որ ծայրից կարելի է սկսել, անգամ դժվար էր ինձ համար ընտրել, օրինակ խոսել երաժշտության էության այդ տարերային հոսքի սուբստանցիայի ընկալման մասին եւ ասես ծեսի մեջ կախարդելու, աղոթքի մեջ կախարդելու մեկնությունների մեջ սրա անդրադարձի մասին, խոսել մարդաբանության մասին, այդ պատկերացումների, որոնք շատ վառ արտահայտված են ծեսի մեջ, որ հոգին որոշակի ճանապարհ պիտի անցնի հոգեբանության հետ առնչվող։ Նաեւ գիտեք, մարդը ընկալվում է որպես Աստծո պատկեր, միաժամանակ միկրոկոսմոս, որպես արարչության թագավոր, պետք է ընդգրկել արարչության բոլոր շերտերը եւ իր ձայնի միջոցով, որը չունի արարչությունը, հոդաբար խոսք եւ ձայն, որ նույն լոգոսն է, ուրեմն հաղորդակից դարձնի իր միջոցով, իր մարմնի մասերի միջոցով, որպես արարչության մեջ դրված քնար, նաև ողջ արարչությունը արարչին, ուրեմն ծեսի մեջ, ծիսական տարածաժամանակի մեջ իրագործվում է նաև սա եւ հայերեն շատ գեղեցիկ մեկնություններ ունենք սրա։ Վերջապես կարելի է սկսել երգերի այդ ժանրային անջատումների առանձնահատկություններից եւ իրենց գործառույթից Գուցե հենց ժանրայինից սկսենք իսկապես, որովհետեւ եղել են փաստորեն կցուրտներ, հետո եղել են բայց էլի կան անհատները եւ ժամանակները, այսինքն հոգեվոր ընտանիքներ, հայ մշակույթը շատ առանձնահատուկ է, որ հոգեվոր ընտանիքները ստեղծում են որոշակի ընտանիք նաեւ բառի բուն իմաստով, մտավ ինչպես Նարեկյան դպրոցի այդ ընտանիքներ, Շնորհալին իր եղբոր հետ, Ստեփանոս Սունեցին իր քույր Սահակադուխտը եւ այս բոլոր բարձունքները ներողություն հոգևոր էլի կապվում են հենց երաժշտության, նաև չանջատ ենք խոսքից երգեցիկ աղոթքի բարձունքների հետ։ Ուրեմն այս բոլոր բաները դժվար է շոշափել եւ որ թելն էլ բռնես, էլի շատ բազմաշերտ է եւ քննության շատ հարցեր ունի։ Մի թել բռնենք այո, հենց այդ զարգացումը սկսենք ինչպես է անհատականանում եւ միջև հասնում ձեր ասած հոգեվոր, այսպես ընտանիքների ստեղծած իսկապես բանաստեղծություն կամ երգ, որը արդեն ունի ազգային, անհատական, հեղինակային գծեր, բայց մինչ այդ այդպես չի, շատ ընդհանրական է կապված հենց ծեսի, կոնկրետ տոնի, արարողության հետ այդ երգը եւ նաեւ սնվում է շատ բանով հենց սուրբ գրքից, այդ թեմաներից, պատկերներից, բայց հետո մեկ էլ մենք տեսնում ենք արդեն ինքը դառնալու է առանձին բանաստեղծություն կամ ինքնահատուկ երգ նաեւ։ Գիտեք, ամեն դեպքում, ինչպես գիտեք, միջնադարում այդ անհատականի եւ համաբնագրի ընկալումները բոլորովին այլ են, այսինքն եթե այսպես պատկերացնենք այդ անհատական փորձառությունը որպես այդպիսին, ապա անհատական փորձառության բարձրագույն դրսևորումը հոգեվոր կենցաղավարության եւ վանական կենցաղավարության մեջ համընդհանուր հոգու մեջ
միա համաշնչության մեջ, ինչպես Գրիգոր Նարեկացին է ասում, ծառայությունն է Աստծուն եւ միաձայն հենց երկեցողությամբ եւ սա պատահական չէ, որ հոգեվոր երկեցողության միակ սկզբունքային ձևը միաձայնությունն է եւ եթե օրինակ ուսումնասիրենք խազագրությունը նույն տաղերի, դու կարող եք տեսնել, որ Ստեփանոս այն մեղեդին, որ 7-րդ դարում կիրառել է Ստեփանոսյունեցին, Ներսես Լամբրոնացին արդեն Կիլիկյան շրջանում այդ նույն մեղեդիով գրել է բազմաթիվ տաղեր, այսինքն իհարկե մենք սա այս վերլուծությունը անում ենք ըստ մեզ հասած ավելի ուշ շրջանի ձեռագրերի երաժշտական վերլուծությունը, որ բանավոր ավանդույթը մինչ այդ, չգիտենք, հենց 7-րդ դարից ձեռագրեր չեն հասել երաժշտական։ Ինչևէ մենք այս պատկերը տեսնում ենք, որ դարերի մեջ այդ ծիսական տարածաժամանակի մեջ միախառնումը եւ երկխոսությունը մի շատ ավելի մեծ համաբնագրի մեջ սա է թերևս առանձնահատկությունը եւ եթե փորձենք ավելի կոնկրետանալ գոյություն ունեն սուրբ գրային ունիվերսալ օրհներգություններ, ասենք Դանիելի գրքի ման վրա 3 մանուկների օրհներգություն, որը ամեն օր կատարվում է ողորմյա շարականի օրհներ եւ հետո սաղմոսները օրինակ շատ կարեւոր նույն ողորմյա ներողություն շարականը, ասի կոչվող 50-րդ սաղմոսը հետո առաջանում է սրանց հիմքի վրա ճյուղավորվում են շարականները, որոնք ստանում են իրենց անունը ըստ այս սկսվածքների, ասենք Դանիելի գրքում այդ 3 հոգին գրակի մեջ չէ, որ չեն ուզում կուրքերին ընտրվել, երկնում են օրհնյալ ես Տեր Աստված հարցն մերոց եւ սրանք գծված շարականները կոչվում են հարց շարականներ, որոնք ի սկզբանե կատարվում են փոխ այս սուրբ գրային բնագրի հետ, այսինքն ճյուղավորվում էր ինչ որ մի, չէ, անդրադարձ սրան եւ նորից վերադառնում էր մայր բնագիր, ճյուղավորվում էր վերադառնում եւ այստեղ կա երկրորդ շերտը, որ ամենօրյա ընթացքն է սա անփոփոխ հիմների, այսպես ասենք, բայց գոյություն ունի ծիսական մեծ տարվա տոն, այսինքն գոյություն ունի նաև օրվա տոնը, ասենք Սուրբ Ծնունդ կամ Տիառն ընթառաջ։ Ուրեմն ինչպես է ասում, եթե Տիառն ընթառաջ է նույն հարց շարականում, որ պիտի ասի օրհնյալ ես Տեր Աստված հարցն մերոց, ասում են եւ հետո ասում է օրհնեցեք, չէ, ողջ Աստծո արարչության դիմում է Աստծուն, ասում է եկեք օրհնենք Աստծո ծնունդը, որտեվ այդ օրը ծննդյան տոն է։ Սա արդեն շարականի մեջ իրենից ճոք։ Երկենք ինչ որ ինվարիանտ էսպես կամ կրկնվող տեքստեր կան, որոնց հետո միավորվում են, ճյուղավորվում են ըստ կոնկրետ իրավիճակների որոշակի այլ տեքստեր։ Եթե ճիշտ հասկացա, շատ ընդհանուր ներկայացրի այո։ Այո, օրվա մեջ, եթե խոսում ենք շարականի մասին, կասենք անխախտ այդ սուրբ գրային օրհներգությունները, որոնք անփոփոխ են, մեծացուցեն, ողորմյան, Տեր Հերկնիցը, որ վերջին 3 սաղմոսներն են եւ հետաքրքիր է, որ սրանք շատ խոր մեկնվել են այս սկսած առավոտյան ժամերկության, ասենք օրհներգությունները, որպես մարդու դարձյալ կառույցի եւ այլ օձնեցին, Մովսեսյունեցին, հետո Գրիգոր Տաթևացին այս ընթացքը ծիսական անփոփոխ, որ մարդ ամեն օր պետք է անցնի, մեկնել են։ Բայց գիտենք, որ ծիսականության էությունը ըստեյության այն է, որ ճշմարտությունը պետք չի փնտրել, այն կա, քո կողքին է, խնդիրը սա չի պաթոսը գոյության, այլ այդ ճշմարտությունը պահել քո կողքին եւ նույնանալ ճշմարտության հետ։ Ուրեմն ծիսականությունը պիտի մի կողմից ցույց տա անդադ իր շրջանս յուր անփոփոխություն հավերժական իրողության։ Միաժամանակ անverջ կենսական լինելու հարաշարժության կարողություն է։ Ամենօրյա հետ, ամեն պահի մեջ ծնվելու եւ ուրեմն պիտի այս անփոփոխ ձևերի մեջ ստեղծվեն ճյուղավորվող եւ վերադարձող նրբորեն սրանց հղող անվերջանալի, այսպես ճյուղավորվող եւ համաբնագրի մեջ մնացող տեքստեր, շնչառություններ, երգեցողություններ, շատ հետաքրքիր։ Պատկերային մտածողություն է դեպքում, հա, հոգևոր երգերի, որքանով է այդ փոփոխությունը եւ վերադարձը ազդում նաեւ պատկերների էության վրա, հա, որտեվ եթե շատ այսպես ընդհանուր վերլուծենք, մենք գործ ունենք կայուն պատկերների հետ, հա, որոնք
ընթացքում գալիս, նստվածք են տալիս եւ ունենք պատկերների հետ, որոնք ոչ միայն յուրահատուկ են դարձում տվյալ շարականը կամ չգիտեմ, աղոթքը, այլ նաեւ այդ երբ որ դրանք արդեն անհատականանում են, նաեւ այդ անհատականությունն է շեշտում։ Պատկերը որքան է կարող է անհատական լինել այդ տեսակ գործերը։ Ընդհանրական պատկերը լրացնեմ Արմենիկին կարծում եմ, այսինքն այն ինչ որ հենց Սուրբ գրային է, Աստվածաշնչային է, նույն Դանիելի եւ Մանուկների այդ պատմությունը բան, մեկ էլ ինչպես է անհատականանում, չգիտեմ, նույն մեր օրհներքերում, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, հետագա շրջանի հեղինակների գործերում։ Եթե մենք խոսում ենք պատկերի էության մասին հենց կոնկրետ, ապա խորհրդա պատկերի այսպես անհատականացումը, եթե էլի միջնադարում մենք պիտի հնարավորինս խուսափենք այս շտամպերից, բայց հեղինակները իրանք չեն ձգտել այդ անհատականացման, ինչպես ես հասկանում։ Եթե այնինչ, այսպես ասենք, կարող ենք մենք այսօր նայել եւ մեզ կարող է թերևս զարմացնել այդ առումով, նրբությունն է, որով այս պատկերը բացվում է եւ հղվում է այս կամ այն պատկերին։ Օրինակ, տեսեք, ասենք պահոց շրջանում կամ այլ որևէ պայմանականային հատվածում որոշակի օրվա ընթացքում կատարվում են որոշակի ընթերցումներ, չէ՞։ Երկեցողությունը, որ դու նույն այս ծիսական տարածաժամանակի մեջ ռիթմավորված դաս է ըստ էության, դու մեկնում ես, միաժամանակ յուրացնում ես, միաժամանակ արտաբերում ես խոսքի միջոցով, այսինքն իրականություն ես դարձում, Աստված արարման, Աստծո իմաստների արարման եւ պատահական չի որ անդադ շեշտվում է այսօր, այն որ հրեշտակները իջնում եւ մեզ հետ միասին երգում են, այսինքն սա մի բացարձակ տիեզերական վայր է եւ սա այլաբանություն չի, իսկապես սա ըմբռնում է եւ այն հեռավոր ժամանակների իրադարձությունները այսօր են տեղի ունենում։ Այսօր եւ այո, ծիսական տարածության մեջ, այո, այդ ժամանակը անընդհատ ոգեկոչվում է մինչև վերջին ժամանակներ, որը եւս հարակա է, որովհետեւ դու ամեն օր արթնացնում ես այն երկեցողությունը, որ դու պետք է երկես հրեշտակների հետ նաեւ այնտեղ։ Եվ այստեղ, ասենք, երգերը իրենց մարմնում բանաստեղծական փորձում են միաժամանակ ցույց տալ օրինակ այս տարբեր ընթերցումների կապը, չէ՞ որ 5 կտակարանից հատված է ընթերցվում Մարգարեների գրքից, որոնք ըստ քրիստոսաբանական մեկնությունների վերաբերում են նոր կտակարանի այս կամ այն իրադարձությանը։ Հետո կոնկրետ նոր կտակարանային իրադարձություն է կարդացում, սաղմոսներ են կարդացում, ուրեմն երգերը իրենց մեջ, եթե խոսենք արդեն տաղերի մասին, այս բոլոր ընթերցումները պարառում են եւ ցույց են տալիս սրանց կապը։ Միաժամանակ բացում են պատկերների միջոցով, միմյանց հետ կապն են ցույց տալիս շատ հետաքրքիր խորհրդաբանական հղումներով։ Ուրեմն այստեղ է արդեն, որ ձեր ասած անհատական մոտեցումը, նորարարությունը, բանաստեղծությունը, հենց խորհրդա ստեղծությունը եւ նոր շերտերի բացումը հետաքրքիր է։ Եվ իհարկե այդ ամբողջ խորքը բացելու համար անհրաժեշտ է սուրբ գրային եւ ծիսական հենց խորհրդաբանության իմացություն, որպես իսկապես գնահատես այդ վարպետությունը, որով այս կամ այն հեղինակը աշխատում է նախնական խորհուրդների հետ։ Այ որտեղից է գալիս մեր այդ հոգևոր երաժշտության 8 ձայն եղանակների այս համակարգը եւ ի վերջո իսկ երբ որ քրիստոնեություն գրերի գյուտը եղավ եւ սկսեցին թարգմանել փաստորեն այդ տեքստերը, ինչպես մեր լեզուն եկավ եւ գտավ իր տեղը այդ ձայնային համակարգի հետ։ Այդ ձայնային համակարգը շատ հին էր, հեթանոսական էր, շատ երևի ընդգրկուն հարց եմ տալիս։ Մի քիչ բարդ հարց եք տալիս, այսինքն դժվար է այս ֆորմատում ձևաչափի մեջ բացատրել։ Տեսեք, 8 ձայնային համակարգ ընդհանրապես երաժշտության հետ կապված այս կամ այն իրողության մասին դժվար է խոսել կոնկրետ ժամանակային ինչ-որ բաներ դներով, մինչև այն սահմանը, որտեղից մեզ հասել են աղբյուրներ։ 8 ձայնային համակարգը մեզ հասել է բանավոր ավանդույթով, դարեդար, որը վանական ավանդույթի անբաժան մասն է։ Մենք ծրագրերի մեջ էլ տեսնում ենք, որ շատ, ասենք,
սաղմոսների տեքստերը կամ քարոզների բնագրերի մի մասը խազագրված չեն, այսինքն բանավոր է փոխանցվել, խազագրվել են, ասենք, դարձեր եւ այլն։ Բայց խազերի նշանակությունը, ինչպես գիտենք, կորսվել է։ Ուրեմն այնուամենայնիվ մենք այսպիսի հստակ ձևակերպում չենք կարող տալ, թե օրինակ առաջին դարերում քրիստոնեության ընդունում, ասենք, երբ հայոց աշխարհում տարածվում էր քրիստոնեությունը, ինչ է փոխարինվել, ինչ է եկել, ասենք, այլ տարածքներից, ինչպիսի շատ հետաքրքիր խաչասերումներ են եղել պարզ աղբյուրների բացակայության պատճառով։ Այն ինչ որ մեզ հասել է ութային համակարգը, այն տեսքով, ինչ տեսքով գրի է առնվել 19-րդ դարում, անշուշտ գրում է այս ավանդույթը, որը չէր կարող այդպես օդից չի իջել եւ իրականություն դարձել, բայց հստակ պատկեր, օրինակ 5-րդ դարում, 7-ից 8-րդ դարում ինչ որ փոփոխություններ, եթե տեղի են ունեցել, ինչ փոփոխություններ են, միանշանակորեն ասել եմ մի քիչ գիտական տեսակետից այդքան ճիշտ չէր լինի։ Ինչևէ, 8-ային համակարգը, եթե ճիշտ հասկացած ես, նույն ըստեյության համակարգն է, այսինքն գոյություն ունի որոշակի պատկերացրեք համակարգ երաժշտական մոտիվների, սկզբնաձևերի, վերջավորող ձևերի, հիմնական այն տոնի, որին պետք է ասենք շուրջ պտտվեն մյուս ելևէջները, ամենաընդհանուր ձևով ասած, որի անգամ տիպական մեղեդիների, որոնք հաճախ, ուրեմն որոնց տարածքում դու շնչավորում ես այս կամ այն երգը, ստեղծում ես այս կամ այն երգը, տիպական այս մոտիվների դաշտում ամենաընդհանուր ձևով ասած։ Այո, եւ մեր առաջին շարականագիրները, նաեւ հետագայում փաստորեն շատ համահունչ եւ ներդաշնակ ձևով են կարողացել այդ նույն իրենց ստեղծած արդեն շարականները կամ ինչ այդ ուրեմն կցորդները եւ այլ հետագայում տաղերը նաեւ, չէ՞, թե տաղերը մի փոքր այլ բան են երևի, այսինքն այդ բոլորը ներդաշնակորեն եկել եւ համադրվել է եւ ստացվել է ինչի մասին դուք հենց սկզբից խոսում եք, այսինքն այդ շունչը, գործողությունը, աղոթքը, այդ լոգոսի հետ միաձուլվելու եւ այլն, այս բոլոր բաները եկել համադրվել են երգի մեջ եւ մենք այսօր իհարկե լսում ենք, նույնիսկ բեմից կարող է շարական կատարվել, բայց մենք այդ զգացողությունը չունենանք։ Այ հետաքրքիր է, այն ժամանակ իսկապես դա դժվար է եղել, թե ինքնաբերաբար այդ մարդկանց հավատի շնորհիվ, ներշնչումի շնորհիվ իրեն կարողացել են այս շարականները այսպես ստեղծել եւ նաեւ ինչը մեր օրերը եկե հասել են։ Այսինքն ինչ դժվար է եղել, թե որ։ Այ նոր գրական լեզու եղել, թարգմանել են Աստվածաշունչը, այդ պատկերները եւ այլն պետք է համապատասխանեցնեին ամեն դեպքում։ Ես ենթադրում եմ, որ այդ մեղեդին, այո, ես ենթադրում եմ, որ այդ մեղեդին ամեն դեպքում շատ ավելի հին ժամանակների բան է եղել, գուցե միջքրիստոնեական, բայց եկել համադրվել, դարձել այդ օրհներգությունը, եկել է փառաբանական աղոթք է դարձել, ապաշխարության աղոթք է դարձել։ Ես կարծում եմ, որ դժվար է պատկերացնել, բայց եթե փորձենք, ես կարծում եմ, որ թերևս անընդհատ այդ այնուամենայնիվ այդ վանական կենցաղավարության անընդհատ այդ ռիթմի մեջ գտնվելը եւ այդ իմաստների, աղոթքների, քո ձայնի, գիտենք, մեր վանական կենցաղավարության գագաթնակետը, որ մատյանն է, սկսվում է ձայն բառով։ Ձայնը, որ պիտի Աստծո այդ բուրվարի մեջ տրվի, թախծության ու բարձրանա առ Աստված, եւ ձայնի այդ ընկալումները ծիսական եւս շատ խորն են եղել, այսինքն դարձյալ շեշտեմ, որպես մարդուն տրված բանական ընծայի, որ նա վերադարձում է նույն բանին եւ եթե անգամ տեսեք օրինակ Քրիստոսի խոսքերը խաչի վրա, չէ, էլի լամա սաբակթանի, որ տարբեր, ասենք, մի ծիսական օրվա ընթացքում, եթե օրինակ խաչելության օրն է, կարող է առավոտից երեկո մի քանի անգամ երգերի մեջ երգվի։ Այստեղ թվում է չկա ստեղծագործություն, բառեր են ասում, որոնք գրված են, մեկն միշտ հնչել են, բայց ասենք դու խազերից տեսնում ես սրա մարմնավորման տարբեր մակարդակները, մինչև կցուրդ
ժանրի երգերի մեջ, որոնք էլ շարականի մեջ ներդիրներ են եղել, շատ ավելի այսպիսի հոգևոր տարփանքի, մելիզմատիկը զարդարուն երգեցողությունն է հեղումների մեջ։ Ուրեմն միայն այդ էլի բառը, ամեն մի էլի բառը մի ամբողջ այսպիսի կես էջ է զբաղեցնում ձեռագրի ըստ խազերի, իսկ խազի ամեն նշանը գիտենք, որ մի նոտա չէր ցույց տալիս, այլ ամբողջ գուցե շարժում, կատարման ձև երբեմն։ Ուրեմն Քրիստոսի այս խոսքերի մեջ թափանցումը, սրա հնչեցումը անընդհատ ավելի ու ավելի երկարաձգելու եւ սա հնչեցնելու տենչը եւս իմիջայլուց վերադառնալով ձեր հարցին Հովան Ոսկեբերյանի մեկնություններից սկսած մինչև մեր Ներսես Լամբրոնացու մեկնությունը հետաքրքիր է որ մենք տեսնում ենք որ շատ գերզգայուն ընկալում է եղել երաժշտության նույնիսկ Օգոստինոս Երանելին երբ խոսում է խոստովանանքի մեջ չէ որ բոլոր զգայարանները որքան գայթակղեցում են անգամ որքան հիշում եմ լսողությանը հասնելով երաժշտության այդքան դաժանորեն չի ուրեմն բան որ մեզ տանում են դեպի խաբեություն այլ որ երաժշտության այս հատվածում ավելի այսպես հետ է քաշվում ուրեմն ձայնը այդ միջոցն է որ Աստծու հետ այդ կապի հիմնական միջոցն է դառնում ըստ էության եւ ձայնի միջոցով արտահայտված բովանդակություն եւ երկրորդ հանգամանքը այո եւ երկրորդ հանգամանքը շատ կարեւոր որ այդ ձայնի մեջ ծիսական միաձայնության մեջ եւ դարձյալ սա իրոք այլաբանություն չէր այլ հստակ վերարծարծվող վերապրում մենք միանում ենք հրեշտակների հետ երգեցողությանը եւ իրենք էլ մեզ հետ են երգում այսպիսի վստահություն կար եւ այստեղ կարեւոր է մի բան որ մարդեղացումից հետո քրիստոնեության գիտենք ավելի մակերեսային այսպես գրեհկացված ընկալումն այն է որ մարմինը իբրև թե անտեսվում է եւ միայն միտքը բանականությունը բայց ճիշտ հակառակն է այն կրոնում որտեղ հավատում ենք մարդեղացած Աստծուն եւ մարմնի հետ հոգու հարությանը ուրեմն ավելի քան կարևորվում է այդ նյութական աշխարհը եւ մարմինը որը պարզապես տեղադրվում է ավելի բարձր ոլորտ ոգեղեն ոլորտ եւ մեզ հետ պիտի բարձրանա ինչպես Ադամի հետ իջել է անկումից հետո մեզ հետ էլ Քրիստոսով պիտի բարձրանա եւ այդ բոլոր շերտերը պիտի հաղորդվեն ձայնին մարդու միջոցով, որտեղ մարդը խորհրդավոր շղթա է արարչության, ինչ պահանք, ինչպես ասում է Երզնկացին, կամ քնար դրված արարչության խորքում, որ արարչությունը լսելի դարձնի։ Եվ այս առեղծվածը տեղի է ունենում միայն մարդու միջոցով, այդ պաթոսի միջոցով իր ստեղծման եւ հենց կարեւոր է ոչ թե ներքևում կամ վերևում, այլ այս երկուսը միանում են, միավորվում են իսական տարածության մեջ Քրիստոսի միջոցով, որ մարդեղացել է եւ միացրել է հրեշտակների եւ մարդկանց երգեցողությունը։ Այստեղ դերս դադար տանք եւ այս հաղորդումը ամփոփենք, շարունակենք զրույցը հաջորդ շաբաթ։